Տաղավարումից է տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն է։ Լիլիա, Վրաստանի բարձրաստիճան իշխանությունները հայտարարում են, որ հնարավորություն են ընձեռում իրենց տարածքով ադրբեջանական նավթը տեղափոխել Հայաստան։ Հարցի բարոյական մասը մի կողմ թողնենք, առնվազն առժամանակ։ Ինչ է մեզ տալու ադրբեջանական նավթը եւ նավթը առհասարակ։ Նախ մեկ անգամյա ինչ-որ իրադարձության մասին է խոսքը, հետևաբար այդ մեկ անգամյա ակտի ներքո դժվար է որևէ տնտեսական եզրակացություններ ու գնահատականներ անել, հատկապես, որ մենք չգիտենք ինչ գնի ապրանքի մասին է, հա, խոսքը ի վերջո առավել եւս երբ նավթի վերամշակման համապատասխան չունենք կայաններ եւ այլն, եւ նաեւ փորձագիտական հանրույթի նեղ մասնագետները պնդում են, որ եթե պատկերացնենք, որ օրինակ ամեն ինչ սկսվում է մեկ անգամյա ինչ-որ գործողությունից եւ դա ի վերջո կդառնա ավելի այսպես կայուն, հա, խողովակ ենթադրենք ադրբեջանական նավթի գնման, Ադրբեջանը ինքը կարծես թե չունի այդ հնարավորությունը, որովհետեւ ունի պայմանագրեր, համաձայնագրեր եւ նավթ վաճառելու սահմանափակ հնարավորություններ ունի։ Հետևաբար այս պարագայում իրապես այդպես մի կողմ թողնել խնդրի բարոյական կողմը ու փորձել դրա տնտեսական գնահատականները տալ իսկապես դժվար է, իսկապես բարդ է, չկա որևէ չափելի պարամետր, որի ներքո մենք կարող ենք այսօր գնահատականներ ինչ ասել։ Այսօր մենք նավթ որ երկրներից ենք ներկրում։ Եվրասիական տնտեսական միությունից, Ռուսաստանի Դաշնությունից համապատասխան ԵԱՏՄ-ին համապատասխան արտոնություններով, որը այլ ուղղություններից համարել, որ հնարավոր է նման արտոնություններով ներմուծել, իրականում նույնիսկ դժվար է պատկերացնել, բայց այս ամենը իրականում իհարկե ունի որոշակի նպատակներ, հա։ Կա քարոզչական նպատակ, բնականաբար այդ խաղաղության օրակարգի ներքո փորձել ցույց տալ, որ process-ներ են ընթանում, հնարավորություններ կան եւ այլն, եւ որոշակիորեն այսպես միքսած նաեւ նպատակ նորից քարոզչական տիրույթում պատահական չէ, որ սա ցորենից հետո կարևոր նշանակության երկրորդ ապրանքն է, որը որ մենք ներմուծում ենք Ռուսաստանի Դաշնությունից, բայց կարծես այլընտրանքային ինչ-որ խողովակի, այլընտրանքային ուղղության հնարավորության քարոզչական տպավորություն են փորձում ստեղծել, սա որևէ կերպ պատահականություն առնվազն ես չեմ համարում, կարծում եմ սա նաեւ տեղավորվում է նույն այդ հակառուսականության իրականացվող քաղաքականության ներքո։ Միևնույն ժամանակ մենք զուգահեռ ունենք փաստ, որը որևէ կերպ այսօր չեն կարող հերքել եւ այդ փաստն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը սիրենք թե չսիրենք, ուզենք թե չուզենք, օբյեկտիվ մի շարք գործոններից ելնելով համարվում է, շարունակում է մնալ մեր թիվ 1 առևտրային գործընկերը։ Իդեպ այսօրվա հավելվածը հենց մեր արտաքին առևտրաշրջանառության կարևոր հանգամանքի մասին է, մեր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքի մասին, որը վիճակագրորեն գուցե առաջին հայացքից թվա թե մենք այդտեղ որոշակի մեղմում ունենք, կարծես թե դիվերսիֆիկացիային նմանվող ինչ-որ գործընթացներ ունենք, բայց միասին հենց կփորձենք ողջել, արդյոք մենք դիվերսիֆիկացիայի հետ գործ ունենք, թե պարզապես վիճակագրական ինչ-որ փոփոխություններ են։